մեքենա, որը շահագործման ենթակա պետքա չլներ։ 7 զինվորի սարսափելի վրա երթը, որի հետևանքով զինծառայողներից մեկը մահացել է, ըստ Փաշինյանի տեղի ունեցել շահագործման ոչ ենթակա մեքենայի կողմից, իսկ թե ինչու էին քնի ժամին զինվորները զորամասից դուրս գտնվում, դեռ չգիտի վարչապետը։ ՊՆ-ն միայն հերքում է մամուլի տարածված լուրը, թե հակագազով են եղել զինվորները, որոնց ըստ լուրերի պատժելու համար վազելու էին տարել։ Մութը լրի մութը, լուր քանիսներ 9-ից կեսեր, 10 կողմեր, 10։ Կտրուկ լարվել է դրությունը կառավարության մոտ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել էպիլեպսիա ունեցող քաղաքացուն, որը տասնյակ բախտակիցների նման բողոքում էր հանրային գերակաշահ ճանաչված իրենց տների համար վճարվելի գումարի չափից։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տա, բա ինչքան տան։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրենց նկատմամբ։ Վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների պաշտոններում ուժեղ Հայաստանի առաջադրած տեխնացուները չեն ընտրվել։ Խմբակցությունը նոր տեխնացուներ է առաջադրել, ոչ թե վրեժխնդրությունից դրդված, այլ որովհետև ըստ խմբակցության ղեկավարի պատգամավորները սիրով են կատարում իրենց գործը։ Ես տեսնում եմ այդ խանդավառությունը նաև պարոն Թունյանի մոտ։ Դուք դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես ճամբարակ Վահան ճանապարհին դեռ թարմ են զինվորականների ողբերգական վրաերթի հետքերը։ Սարսափելի դեպքը խլել է ընդամենը 1 ամիս առաջ բանակ զորակոչված Սուրեն Վարդանյանի կյանքը, որն անգամ նախնական մասնագիտական պատրաստությունը չէր անցել։ 3 երեկոյան 9-ի սահմանում է գազ 53 մակնիշի մեքենան հարվածել 7 զինծառայողներին։ Մեքենան շահագործման ենթակա չի եղել։ Առաջին հերթին այդ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել Հայաստանի վարչապետը, իսկ թե ինչու են զինծառայողները քնի ժամին զորամասից դուրս եղել, Փաշինյանը դեռ պետք է պարզի։ Պաշտպանության նախարարությունն էլ այդ հարցին չի պատասխանում, միայն հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե տղաները հակագազով են եղել։ Ըստ մամուլի, զինվորներին որպես պատիժ այդ ժամին վազելու էին տարել։ Գազ 53-ի վարորդն էլ զինծառայող է, պայմանագրային, որը փախուստի չի դիմել։ Ականատեսները պատմել են, որ նա ծանր վիճակում է եղել, գոռացել է, լացել։ Փորձանք։ Բանակում վերջին 8 օրում երկրորդ ողբերգությունը իմ գործընկերներ Ալբերտ Սերոփյանին ու Աշոտ Մնոյանին այս մեկ բառով են նկարագրել ճամբարակի բնակիչները, պատմում է Լարա Առաքելյանը։ Կոտրատված ապակիներ են ճամբարակ տանող ճանապարհին։ Գազ 53 մակնիշի ավտոմեքենան սարսափազդու վրաերթի վայրում է, գետնին տեղ-տեղ դեռ թարմ են արյան հետքերը։ Փորձանք ծնկներին են տալիս ճամբարակի ու Վահանի բնակիչները ու այդպես էլ չեն հասկանում։ Ի վերջո ինչ է պատահել երեկոյան 9-ին, ինչու է պայմանագրային զինծառայող Վահանի վարած գազ 53-ը վրաերթի ենթարկել 7 զինծառայողների, որոնցից մեկը Սուրեն Մամրեի Վարդանյանը մահացել է։ 19 տարեկան էր Սուրենը, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղից։ Բանակում 1 ամիս էլ չէր ծառայել, որոշ տեղեկություններով ուսումնական կենտրոնում էր, նախնական մասնագիտական պատրաստություն էր անցնում, որից հետո պետք է տեղափոխվեր հիմնական ծառայության վայր։ Այդ սկորին վերջի պահներ վերջի զինվորին տարան։ Մոտ 100 մետր է հեռու այս տղամարդկանց խանութը այն զորամասից, որից դուրս էին եկել վթարի ենթարկված զինծառայողները։ Ինչ խոսակցություն ասես, չի հասել նրանց մի քանի ժամում։ Արագ տարածություն իհարկե, մեկը միշտ ասելով փոքր գյուղափոխ տղամասա։ Խոսում են գյուղում, որ զորամասի հրամանատարությունը մի վեճի համար փորձել է պատժել զինծառայողներին ու նրանց հանել է վազքի։ Այդ ընթացքում խոշոր մեքենան, որ չգիտես ինչու չի կարողացել ժամանակին արգելակել, վրաերթի է ենթարկել զինծառայողներից 7-ին։ Արյունոտված զինվորներին տեսնելով վարորդը խելագարի պես գոռացել է։ 33 տարեկան է վարորդը, պայմանագրային զինծառայող 3 երեխայի հայր, որ սպասում է 4-րդ զավակին։ Վահան գյուղում բոլորն են ճանաչում Վահանին, շատ հարգված տղա է, շատ հարգված ազատամարտիկի ընտանիքից։ Համայնքապետարանում այդքանն են ասում։ Լավ տղայա, խելացի ամուսնացած 3 երեխանի 4-ին են սպասում։ Չի խմում, ընտանիքին նայրված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Վարորդը ձերբակալված է։ Թե մթնշաղթ է եղել պատճառը ու այն, որ փողոցի այդ մասում լուսավորություն չկա, թե արգելակները չեն գործել, չգիտեն ճամբարակում ու Վահանում։ Բացառում են, որ Վահանը խմած լիներ։
Ես տոմատը խոտա տարել անասակեր թափել, գործը ինգել վաշե խմող տղա չի վրացած, բացարցակ, մի հատ կապլի խմաշ չիլ, տեմ ասիլով չի, տեսա կպարզեն կտանագոր իրեք բացարցակ մի հատ կացել խմաշ չիլ է, եղել ուղակ է երևի մաշինա սարքել է, թե մարդա, թե տորմուշ չի ունասել, թե ինչ է ովշը մի պեն նիտոյալ է լապտոյի հետ։ Էլի բանակում միջադեպ ենք ունեցես, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Ուսերն է թոթվել Առավոտյան Փաշինյանը, որ ինչպես հայտնի է, քրեական գործերի մասին միշտ ամեն բան իմանում է, նախաքննությունը չավարտված։ Մեքենայով, որը շահագործման ենթակա պետքա չլներ։ Այս անգամ էլ նա գրեթե հաստատ գիտի, որ դեպքի պատճառը մեքենան է, որ ենթակա չի եղել շահագործման։ Երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Այդ թե ինչ գործ են ունեցել զինվորները դրսում, Փաշինյանը չգիտի, այդ հարցին պատասխանելիս կարճ է կապում։ Դա պետքա պարզվի, ինչ էին դրսում։ Հրապարակի տեղեկություններով զինծառայողներին քնից առաջ են դուրս բերել վազքի, ընդ որում հակագազներ են հագցրել ու հրահանգել վազել հակագազներով։ Հենց դա է եղել ըստ հրապարակի պատճառը, որ զինվորները չեն նկատել մոտեցող մեքենան։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն միայն աշխատանքային ժամի ավարտին են արձագանքել այս լուրերին, չհերքելով, որ զինվորները վազել են Զորամասի տարածքից դուրս գտնվող մասում, հերքել են լուրերը, թե զինվորները վազել են հակագազներով։ Կոմանդիրն կարա եւ հրաման տա տրիվոգա, ինչը, ինչ չի իր զինվորն հանի փողոց, ինչ է եղել։ Ոչ մի կոմանդիրական մի հատ վատ բան չեմ տանում այստեղ։ Հակասական կարծիքներ կան այս կողմերում։ Ի տարբերություն այս տղամարդու, շատերը համոզված են, որ անգամ պատժելու համար հրամանատարը իրավունք չուներ զինվորներին Զորամասի տարածքից հանել։ Սեր եմ մրսել, որ սպան զաստավի տարել ինչ-որ մեկի, որ պիտի գնաս վազը կեսանեկենա։ Ես իշքամ գիտեմ, պիտի սպան ասի պալացում վազը։ Ես 15 տարվա սպա եմ եղել, ծոտանը, այդ կմ ես կարամ ասել։ Նա իրանք չունի վազեցնի ճանապարհով, նա իրանք ուներ պալացում վազեցնի զինվորի։ Վարորդը մեղավոր չի եղել, դու ալցիցեր մարդ ես, դու ոնց ես դու ճանապարհի մեջտեղով վազեցնում զինվորի։ Ես ասում 15 տարի տարել եմ, ես այդ բանը չէի անում։ Վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բժիշկների հսկողության տակ են։ Լարա Արաքելյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լճաշենում, փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 36-ամյա տղամարդու մարմինը։ Նա ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի Սյունիքի մարզի բնակիչ է, որը ականատեսների խոսքով փորձել է փրկել ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 այլ քաղաքացիների։ Տղամարդու մարմինը ջրասուզակները դուրս են բերել ափից մոտ 10 մետր հեռավորությունից, մոտ 2 մետր խորությունից։ Առավոտյան Հանրապետության հրապարակում լարվել է իրավիճակը ցուցարարների եւ ոստիկանների միջև կառավարության մոտ բողոքի ակցիա անող Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի տասնյակ բնակիչներ փորձել են փակել փողոցը։ Բնակիչներից մեկին բերման են ենթարկել ոստիկանները։ 180 ընտանիք բողոքում է, որ հանրային գերակաշահ ճանաչված իրենց տների համար չնչին գումար է առաջարկում կառավարությունը։ Հայաստանի վարչապետը ճեպազրույցի ժամանակ կառավարության նիստից հետո անդրադարձել է վարդաշենցիների բողոքի ակցիային, որ տեղեկացնի կառավարությունը, որևէ պարտավորություն չունի նրանց նկատմամբ։ Ոստիկանները ձեռքերը ոլորած են մեքենան նստեցնում էպիլեպսիա 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 41-ամյա Արմենին։ Ամեն ինչ սկսվեց, երբ տղան փորձեց իր մորը ազատել ուժայինների հրմշտոցից եւ հարվածեց ոստիկանին։ Էպիլեպսիկ հիվանդած այցելով նստածին մեքենան տալը։ Սա էսի պետություն չի, էսի
Ասի սրիկաներ են սա։ Ես խնդրեցի ոստիկաններին, որ թողեն ես անցնեն այն կողմը, չթողեցին, երեխեն ջղայնացավ ու խփեց, լավ արեց։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի տասնյակ բնակիչներ վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են։ Երկու շենքում ապրում է 180 ընտանիք։ Այդ 180 ընտանիքի կյանքը մազից է կախված։ 180 ընտանիք բողոքում է, որ հանրային գերակաշահ ճանաչված իրենց տների համար չնչին գումար է առաջարկում կառավարությունը եւ 1 տարի ժամանակ շուրջ 7 միլիոն դրամին համապատասխան տուն գտնելու ու տարածքը մինչեւ հաջորդ ամառ լքելու համար։ Այսքան պայքարից հետո, այսքան տանջանքներից հետո իրանք ինձ գումար են տրամադրում։ Մենք այդ գումարին համաձայն չենք։ Ձեր ցավն էլ տանեմ։ Այդ գումարին համարժեք ինձ տուն տուր, տուն արտուր, ես համբանեմ։ Խի Հալաբյանինը, խի Էրեբունի Մասիվինը, խի Տեցի Կրուկինը, սաղին տուն տրամադրեցին, հերթը հասա Վարդաշենինը, всё արդեն գերակաշահույթի տակ է։ Բողոքող քաղաքացիների հետ հանդիպման կառավարությունից ոչ ոք չեկավ։ Փոխարենը լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը որևէ պարտավորություն չունի Վարդաշենի հանրակացարանի բնակիչների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բայց ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Փաշինյանի խոսքով 7 միլիոնը բավարար է կեցության հարցը լուծելու համար, սակայն որտեղ գտնել 7 միլիոն դրամով տուն, Փաշինյանը չի ասում։ Այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել։ Երևանում նույնիսկ հարակից մարզերում այդքան գումարով նույնիսկ դատարկ հողակտոր գնել չեն կարող, ասում են վարդաշենցիները։ Ավտանում չեն կարողանա ռայոնում այսօրվա դրությամբ հաջնում ես այսօր իմացել եմ տնամերձ դատարկ հողը տվել են $50,000 ես իրանց տված գրոշով շամ բուն չեմ կարող առնել։ Քոռ ու փոշման տուն են գնացել վարդաշենցիները, բայց ասում են չեն դադարելու պայքարել իրենց իրավունքների համար։ Զարուհի Սահակյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Շարունակենք ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազենյանին դահլիճից հեռացնելուց 1 օր անց ընդունել է մեղքը։ Բայց դրանից մի քանի ժամ անց նորից խախտել է սահմանադրական օրենքը, լարելով մթնոլորտ տնիստերի դահլիճում։ Այս անգամ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթն է ընդհատել ՔՊԱ-կանը, հանձնարարել, որ անջատ են Քոչարյանի խոսափողը այն դեպքում, որ Հայաստան խմբակցության պատգամավորը դեռ չէր ավարտել հարցը, որն ուղղված էր Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։ Լևոն Քոչարյան։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներ ներգնում ձեզ ընտրելու հետ կապված, այսպես փորձ արվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնել, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ ձեր ասածը ասում եմ միջև վերջ լսեք, ենթամշակույթի բաղադրիչ։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Վերջացնեմ նոր կարող եմ Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում։
Խորհրդանում այսօր 12 մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկությունն է տեղի ունեցել։ Ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած 3 տեխնացուներից ոչ մեկը չի ընտրվել։ ՔՊ-ն դեմ է քվեարկել Հայկ Ֆարմանյանի, Դավիթ Ղազենյանի եւ Արեգա Հովսեփյանի տեխնացություններին։ Ընդդիմադիրներից միայն Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանն է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Կայացված որոշումների հետ անհամաձայն Ուժեղ Հայաստանը նոր տեխնացուներ է առաջադրել 3 հանձնաժողովների համար։ Կարծես առաջացնելով ՔՊ-ի դժգոհությունը, որ ավելի է երկարում աշխատանքը խորհրդարանում։ Իշխանականներն անգամ քվեարկել են այսօր մինչև երեկոյան 8 նիստ անելու համար, որպեսզի հնարավորինս շուտ ավարտեն ընդդիմադիր տեխնացուներին առնչվող քննարկումը։ Արփի Սուքիասյանն է պատմում։ Իշխանական падգամավորներից 8-ն արդեն պաշտոններ ունեն։ Նազելի Բաղդասարյանը խորհրդարանի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Լուսինե Բադալյանը ղեկավարելու է առողջապահության հարցերի հանձնաժողովը։ Սարգիս Խանդանյանը վերընտրվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Սիսակ Գաբրելյանը ԿԳՄՍ հանձնաժողովի։ Վիլեն Գաբրելյանը ղեկավարելու է պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը։ Արուսյակ Ջուլհակյանը պետաիրավականը։ Տրդատ Սարգսյանը կղեկավարի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նորից Բաբկեն Թունյանինն է։ Ընդդիմադիր падգամավորներից միայն Լիլիթ Գալստյանն է ընտրվել հանձնաժողովի նախագահ։ Ղեկավարելու է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովը։ Լիլիթ Գալստյան կողմ 54, դեմ 47։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Իշխանականները մերժել են Ուժեղ Հայաստան խմբակցության բոլոր տեխնացուներին։ Հայկ Ֆարմանյանին որպես ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Դավիթ Ղազենյանին տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ Արեգա Հովսեփյանին որպես եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ։ Կողմ 40, դեմ 62։ Մի հետաքրքիր զուգադիպությամբ բոլոր մերժված տեխնացուները կողմ 40, դեմ 62 ձայն են ստացել։ Մեր իշխանական падգամավորները թե ինչու 3 հանձնաժողովի նախագահին էլ չեն ընտրել, ասած մեր պարոն Ղազենյանի չիլնի հումորով ասեմ, մենք դրանից չենք սրտնեղում, որտեղ մեծ հաշվով մեր համար բան չի փոխվում, բայց հանձնաժողովի նախագահը ունի ընդհանրապես կազմակերպչական խնդիրներ, այսինքն պետք է լուծի զուտ կազմակերպչական խնդիրներ։ Իհարկե ոլորտին տեղյակ լինելով, չեմ ասում ոլորտին անտեղյակ լինի, բայց Երևի մեր տեխնացուներին լավ չենք ներկայացրել։ Ասելիքի ենթատեքստում սարկազմ դնելով ասում է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը, հայտարարում նոր մարտավարության մասին։ Տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական падգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով եւ հարցերով։ Շատ հարցերով ու ելույթներով վրեժ խնդիր եք լինում ձեր տեխնացուներին չընտրելու համար։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին հարցնում է իշխանական падգամավոր Բաբկեն Թունյանը։ Որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Շնորհակալություն։ պարոն Թունյան, նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում են ընդդիմությունը։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ, արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել, հետևաբար ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ, ընթացքը ցույց կտա։ Կարծում եմ բոլոր падգամավորները հաճույքով են ազգային ժողովում։ Ժպիտը մեկ թաքցնելով, մեկ ի ցույց դնելով ավելացնում է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Ես տեսնում եմ այդ խանդավառությունը նաև պարոն Թունյանի մոտ։ Ծիծաղելու հավես չունի Վահագն Ալեքսանյանը, տրամադրված է հեգնելուն։ Կիսելով մեր ընդդիմադիր գործընկերների էնտուզիազմը նիստերին մասնակցելու առումով, կարծում եմ այսօր մենք կարող ենք նիստ ավելացնել եւ երկար աշխատել հանուն մեր երկրի բարօրության։ Առավելագույն, sense տրամադրվածությամբ, մեծ սիրով կարող եք շատ հանգիստ նիստերը շարունակել մինչև գիշերվա 3-ը։ Մենք խնդիր չունենք, հարգելի գործընկերներ։ Փոխադարձ կսմիթներով խորհրդարանում սկսվում է երկրորդ փուլը ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահների ընտրության համար։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուժեղ Հայաստանը այս անգամ առաջադրում է Լիաննա Մանուկյանի տեխնացությունը։ Նոր տեխնացուին խորհրդարանի ամբիոնից ներկայացնում է արդեն նախկին տեխնացու Հայկ Ֆարմանյանը։ 3 հիմնական հարցերի պետք է կարծում եմ Տիկին Մանուկյանը ձեռնամուխ լինի, որ մենք 24/7 ռեժիմով ունենանք։ Այն է, ինչու ենք ավելացնում պետական պարտքը, որ ուղղությամբ այդ պետական պարտքը ծախսվում, արդյոք այդ պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք տնտեսական աճ թե ոչ,
եւ մեր հասարակ քաղաքացին սիրելի ժողովուրդ, ինչ օգուտ է ունենալու։ Հայաստանի պետական պարտքը հասել է մոտավորապես 15 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին 4500 դոլար պարտք բեռ է դրված, հիշեցնում են ընդդիմադիրները։ Օրորի աճող պետական պարտքը նման է հետևյալին, որ ենթադրենք տան հայրը ամեն ամառ իր երեխաներին պարտքով տանի հանգստանալու, մի հատ ճոխ մեքենա առնի իր զավակին, թանկ հագուստ հագնվի եւ գլուխ գովի, վերջում զավակը հարց տեսի, լավ հայր ունեմ, հայր ջան, ես ոնց ասի պարտքով։ Մեր երկիրը նմանա դրան, Ժորժ ջան։ ՀՀ հպարտ քաղաքացին, որ հիմա հերոս հարկատու է դարձել, կարող է շատ ավելի քիչ պետական պարտք ունենալ։ Եթե պետության այդ նույն քաղաքացու հարկերից գոյացող բյուջեն արդյունավետ ծախսվեր, պնդում են ընդդիմադիրները։ Ինչ-որ ֆեստիվալներ են կազմակերպում, վարչաբենդ են կազմակերպում, չգիտեմ, Snoop Dogg են ուզում բերեն Հայաստան, եւ դա հիմնավորում է, որ туриզմն է զարգանալու, ես կարծում եմ դրանք ավելորդություններ են։ Սպասում է արդյոք Հայաստանին Լիբանանի ճակատագիրը, մեծ պետական պարկ, բյուջետային եւ արտաքին ֆինանսավորման խնդիրներ, բանկային համակարգի ճգնաժամ, դոլարների արտահոսք, պետական դեֆոլտ, ազգային արժույթի փլուզում, գնաճ եւ աղքատացում։ Ճիշտ է, մեր մոտ է ցուցանիշը մի քիչ շատ հեռու է, բայց երբ որ տենդենսը մենք նայում ենք, ինչ տենդենս ունենք, ամեն ինչ հնարավոր է։ Թե որքան կարող են տևել այս քննարկումները, դժվար է ասել, հաստատ ոչ ժամեր, օրեր, իսկ օրերի գլորվելը մեծացնում է կառավարության ծրագիրը խորհրդարան ներկայացնելու ժամկետը խախտելու ռիսկը։ Ըստ սահմանադրության 151-րդ հոդվածի կառավարության ծրագիրը վարչապետը պետք է ազգային ժողովին ներկայացնի գործադիրի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում։ Գործադիրը կազմավորված է համարվել օգոստոսի 3-ից։ Նշանակում է Փաշինյանին ընդամենը 1-2 օր է մնացել կառավարության ծրագիրը խորհրդարան ներկայացնելու համար։ Բայց խորհրդարանում բոլոր հանձնաժողովները դեռ ձևավորված չեն։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Խնդիլյան, Հայլուր։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը վերացվել է, հայտնում է նրա փաստաբանը։ Այսօր ավելի վաղ Արեգնազ Մանուկյանի տեսակցության սահմանափակմանն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա երեկ լրահոսն է հետևելու հանկարծ հայտնաբերել, որ ավելի քան 1 ամիս կալանավորված Արեգնազ Մանուկյանին թույլ չեն տալիս անգամ տեսակցել անչափահաս դստեր հետ։ Փաշինյանը հավանաբար Եվրամիության գրասենյակի մոտ ի պաշտպանություն Մանուկյանի ակցիան էր տեսել։ Դրանից ժամեր առաջ էին միայն 13-ամյա աղջկան թույլ տվել այցելել մորը իդեպ նրա ծննդյան օրը։ Չափազանցությունների հետևից պետք չեն կնել, այսօր ասել է Փաշինյանը, չափազանցություն անվանելով Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների իրավապահների արգելքը։ Մանուկյանի կալանքին Փաշինյանն անդրադարձել է, երբ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրել են, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը քննադատում դատախազությանը, թե ինչու թույլ չեն տալիս, որ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա որդին տեսակցի հորը։ Քո աշխարհում գլխավոր դատախազ, ինչու՞։ Եթե մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում էր ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, կասեինք, այ գալի դե անընդհատ իրանց անկահացակ երեխեքը բերում են սենք սինամտետ են տալիս իրանց տեսակցության ժամանակ, այս էր փաստը ընդհատել։ Երեք լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը եւ առիթ ա եղել, ես դիրքորոշում եմ արտահայտել, որ ես էլ կարծում եմ, որ ոչ թե չի կարելի, եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետեւ գուցե մամուլը գրել աչքով չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։ Ապացույցների ներկայացման հերթական դրվագն է այսօր եղել Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատական նիստին։ Ցուցադրված զենքերը, որոնցով իբր ահաբեկչություն պետք է անեին Սրբազանն ու յուրայինները, մեղադրվող գնդապետ Միհրան Մաղսուդյանի խոսքով ամենաշատը կարելի է կիրառել ծիտ որսալու համար։ Բացի այդ զենքերն օրինական են, որի մասին լռում է մեղադրողը։ Հրացանը, որ անբոքսինգ են անում իրավապահները, Սրբազան պայքարի գործով անցնող գնդապետ Միհրան Մաղսուդյանինն է։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի համար Բագրատ Սրբազանի ու եւս 17 յուրայինների հետ մեղադրվող գնդապետը զարմանում է։ Այդ զենքը միայն ծիտ կարող է սպանել։
Ես 2010 թվականից գործողության անդամ եմ։ 2014 թվականից այս հրացանը ես նվեր եմ ստացել։ Բայց այդ փակուշտերը անգամ նախատեսված չեն վայրի խոս սպանելու համար։ Ընդհանրապես ծծի փակուշտեր են։ Ես ո՞նց կարելի տանող վայրի կենթանիներ սպանել։ Ընդ որում երկու օտանի կենթանիներ։ Ինչու մեղադրող կողմը երկարաշունչ տեքստերում նույնիսկ մեկ անգամ չի նշում, որ իբրև ապացույց ներկայացվող այս զենքերը օրինական են, անգամ իրենը չեն, հարցնում է Բագրատ Սրբազանը։ Իր համար տհաճ է, որ խորհրդարանի ամենաբարձր ամբիոնից իրեն փորձում են համեմատել Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա Բեն Լադենի հետ։ Օրինական զենքեր բերել մանավանդ մարդկանց, որոնց 4-րդական, 5-րդական կապ ունեն այս գործի հետ, բոլորն էլ կարող են անել նույնը։ Եվ վերագրել, որ երբ չասել, որ օրինական են, դեռ այս ատրճանը կերկապ։ Պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսում գործով անցնողների հետ շատ հաճախ կապ չունեցող զենքերի փորձաքննության համար, նկատում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Այն դեպքում, երբ այդ զենքերը օրինական են, դրանք պահելը հանցանք չէ։ Ես ուզում եմ այո, որ հանրային մեղադրողները իրենց ներկայացած մեղադրական եզրակացության նշված, դատարանի միջնորդած բոլոր ապացույցները հետազոտեն, դրանց տեսագրություններով, ձայնագրություններով եւ հիմնավորել հասարակությանը, թե ինչ կապ ունեն այդ ապացույցները եւ ինչ են հաստատում։ Իհարկե յուրաքանչյուր ապացույցին կանրադառնանք այս եղանակով, որ եւս մեկ անգամ պարզաբանենք, որ այս գործի հետ ու այս մեղադրանքի հետ հետազոտված ապացույցները, պետության ծախսած միլիոնավոր դրամները եւ մեր վատնված ժամանակը ոչ մի կապ չունեն։ Դատավարության մասնակիցները նկատում են, որ ցուցադրվող տեսագրություններում իրավապահները զենքի հետ շփվում են առանց ձեռնոցների, թողնելով նաև իրենց մատնահետքերը։ Հարցնում են, արդյոք իրավունք ունեն։ Քննության որակը շատ ցածր է, իրավապահների մասնակցությամբ տեսանյութերը դիտելիս նկատում են փաստաբանները։ Ակնհայտ է, որ ամեն գնով փորձում են գործ կարել իրենց պաշտպանյանների վրա։ Վերահաստատում են, քրեական վարույթի հատորներում չկա գոնե մի ապացույց, որ սրբազան պայքարի մասնակիցները ահաբեկչություն են նախապատրաստել։ Գայանե Մովսիսյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովենք։ Հայկական ապրանքների նկատմամբ Մոսկվայի սանկցիայի պայմաններում, երբ եվրոպական շուկան միֆերի ժանրից դուրս չի գալիս, Նիկոլ Փաշինյանը դեռ դիվերսիֆիկացիայից է խոսում։ Առատ դեղց կա այս տարի այգիներում, բայց բերքն իրացնելու համար ոչ թե շուկա է փնտրում կառավարությունը, այլ փող է տալիս մթերողին։ Կործանարար տնտեսական պատերազմով է սպառնում Միացյալ Նահանգների նախագահը Իրանին, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Մենք ունենք շատ խիստ, նույնիսկ ծայրահեղ պատժամիջոցներ։ Մենք պետք է ընդլայնենք մեր հեռահար հարվածների հնարավորությունները։ Զելենսկին Ռուսաստանի խորքերին նոր հարվածներ հասցնելու պլան է նախագծում, գիշերը Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո 12 մարդ է զոհվել, միաժամանակ հարյուրավոր ուկրաինական անօդաչուների հարձակմանն է ենթարկվել Ռուսաստանը։ Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով այսօր խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան։ Եվ այսպես հայկական ապրանքների նկատմամբ Մոսկվայի սանկցիայի պայմաններում, երբ եվրոպական շուկան միֆերի ժանրից դուրս չի գալիս, Նիկոլ Փաշինյանը դեռ դիվերսիֆիկացիայից է խոսում։ Առատ դեղց կա այս տարի այգիներում, բայց բերքը իրացնելու համար ոչ թե շուկա է փնտրում կառավարությունը, այլ փող է տալիս մթերողին։ 425 միլիոն դրամ կհատկացվի բյուջեից դեղցի եւ թզի մթերման համար։ Ամեն կիլոգրամի համար 125 դրամ կվճարեն։ Մանրամասները Էդգար Ղոշյանի ռեպորտաժում։ Դեղցի բերքը հանրապետությունում բավականին լավն է եւ էլի ոլորտը աջակցության կարիք ունի։ Եվրոպացի որ պաշտոնյան է պատրաստելու հայկական դեղցի կամ թզի ջեմ։ Ռուսաստանի հետ շարունակվող առևտրատնտեսական մռայլ հարաբերությունների ֆոնին Հայաստանի կառավարությունը որոշել է 425 միլիոն դրամ հատկացնել թզի եւ դեղցի մթերման համար։ Ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս։ Ստացվում է, որ գործադիրը դեղցի համար 25 դրամ ավելի է վճարում մթերողներին կամ ինչպես այգետերերն են ասում չրագործներին։ Երեքշաբթի Հայլուրի տեսախցիկի առաջ դեղցի այգետերերը բողոքել էին, որ բերքահավաքը դեռ նոր է սկսվել, բայց կարմրաթուշ պտուղը իրենցից գնում են աննախադեպ ցածր 100 դրամով։
Մինչև սեպտեմբերի 1-ը, պարոն վարչապետ, մեր կանխատեսումներով շուրջ 3000 տոննա դեղց կմթերվի։ Կարևոր է, որ մենք դինամիկ գործելակերպ ունենք եւ շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքում ենք եւ հիմա մեր խնդիրն է, եթե արտանման հետ կապված խնդիրներ կան, ուրեմն մենք աջակցենք, որ Փաշինյանը խոստովանում է, որ գարնան կեսից առաջացած արտահանման խնդիրը շարունակում է մնալ չլուծված, որ երկիր են արտահանելու հազարավոր տոննաներով դեղցն այս տարի։ Վիճակագրական կոմիտեի տվյալով անցած տարի 11549 տոննա դեղց է մեր երկրից արտահանվել, որից միայն 11000 տոննան, այսինքն 96%-ը Ռուսաստան։ Փաշինյանը սակայն համոզված է, Ռուսաստան-հայկական գյուղմթերքի արտահանման արգելքի պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվության եւ ԵԱՏՄ պահանջների հստակ կատարում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս դիտարկմանն արձագանքելով եւ տեղի ունենա Հայաստանի վարչապետն առաջարկում է Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցներին գալ եւ հայկական կողմի հետ ստուգումներ անել։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Միջազգային թոփ թեմաներին անդրադառնանք, Կիևն այս գիշեր զանգվածային հարձակման է ենթարկվել, 12 զոհի մասին է հայտնել քաղաքի իշխանությունը, ինչից հետո Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի խորքերին նոր հարվածներ հասցնելու հանձնարարականն է տվել պաշտպանության նոր նախարարին։ Պատերազմի 4.5 տարում Մոսկվան բարձր է գնահատում ուկրաինական կարգավորման գործընթացին նպաստելու տարբեր երկրների ջանքերը, սակայն ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի, այդպիսի երկրները դեռևս քիչ են։ Բացի այդ, ըստ Պեսկովի, Կիևի դիրքորոշման պատճառով այսօր խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան։ Ծովինար Բարխուդարյանի անդրադարձը։ Կիևում վերացնում են գիշերային զանգվածային հարվածի հետևանքները։ Փրկարարները շարունակում են աշխատել վնասված բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների տարածքներում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր, դպրոց եւ մանկական հիվանդանոց։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռուսական զինուժի հարվածների թիրախում Կիևի եւ Կիևի մարզի ռազմաարդյունաբերական օբյեկտները, անօդաչու թռչող սարքերի արտադրության ենթակառուցվածքը, պահեստներն ու լոգիստիկ հանգույցներն են եղել։ Նորանշանակ պաշտպանության նախարար Եվգենի Խմարային Ուկրաինայի նախագահի առաջին հանձնարարականներից մեկը երկրի օդային տարածքի պաշտպանական կարողությունները ուժեղացնելն է եղել։ Մենք պետք է ընդլայնենք մեր հեռահար հարվածների հնարավորությունները եւ մեր գործընկերների հետ ուժեղացնենք ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական կարողությունները։ Որպեսզի Ուկրաինան պաշտպանողներն ունենային այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական հարձակումները հետ մղելու, դիրքերը պահելու եւ ակտիվ գործողություններ իրականացնելու համար։ Բացի Կիևից այս գիշեր հրթիռակոծության տակ են նաև Խերսոնը, Ժիտոմիրը, Խարկովը, Սումին, Չեռնոգովն ու Դնեպրը։ Միաժամանակ հարյուրավոր ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել Ռուսաստանը։ Տասնյակ անօդաչուներ են խոցվել Մոսկվայի ուղղությամբ։ Դուրասներ կան Թաթարստանում եւ Կրասնոդարի երկրամասում։ Ռուս փորձագետները ուկրաինական անօդաչուների ինտենսիվ հարվածները գնահատում են որպես ռազմավարական արդյունքի չհանգեցնող գործողություններ։ Մոսկվայում պնդում են, Կիևը փորձում է ցույց տալ, որ դեռևս կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այլևս չի կարող փոխել պատերազմի ընթացքը։ Այսօր Դոնեցկում ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել եւս 2 բնակավայրի նկատմամբ։ Վերջին 20 օրում ռուսները Դոնեցկում 12 բնակավայր են վերցրել։ Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով այսօր խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան։ Առաջնագծում դինամիկան լավ հայտնի է։ Պետության ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս խոսել է այդ մասին։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։
Գիշերային հարվածների հետևանքները զգացվել են Ուկրաինայի սահմաններից դուրս։ Ռումինիայի իշխանությունների հայտարարությամբ անօթաչու սարք է մտել երկրի օդային տարածք եւ ընկել Թուլչա նահանգում։ Ուկրաինայի սահմանից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Տուժածներ չկան։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը հայտարարել է կանխարգելիչ գործողությունների մասին։ Վարշավան օդ է բարձրացրել նաև դաշնակիցների ռազմական ինքնաթիռները։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին սպառնացել է ցանկացած երկիր, որը որևէ կերպ կաջակցի Իրանին, կբախվի լուրջ տնտեսական հետևանքների։ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե Վաշինգտոնը ինչ քայլեր կձեռնարկի նման երկրների դեմ։ Թրամփը չի նշել նաև կոնկրետ երկրների անուններ։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատժամիջոցներին, նա ասել է, որ դա լինելու է երբևէ որևէ երկրի դեմ ձեռնարկված ամենակործանարար տնտեսական գործողությունը, աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ եւ մեկուսացում։ Մենք ունենք շատ խիստ, նույնիսկ ծայրահեղ պատժամիջոցներ։ Այս պահին նեղուցը բաց է։ Բազմաթիվ նավեր անցնում են այնտեղով։ Մարդիկ դրա մասին չեն հայտնում։ Ինչ որ պահի դա կարող է մի փոքր դանդաղել, բայց այս պահին բազմաթիվ նավեր են անցնում։ Ծովային շրջափակումը չափազանց արդյունավետ է եղել։ Ոչ մի նավ չի մտել Իրան, բայց նրանք հասել են այլ վայրեր։ Կտեսնենք ինչ կլինի։ Կամ ամեն ինչ չափազանց լավ կընթանա եւ նավթի գները քարից էլ արագ կընկնեն, կամ մենք կշարունակենք անել ճիշտ այն, ինչը հիմա ենք անում։ Գազայի հատվածը Ռիվիերայի վերածելու Դոնալդ Թրամփի խոստումների ֆոնին Գազայի փլատակները շարունակում են աճել։ Իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով կրկին զոհեր ու վիրավորներ կան։ Միևնույն ժամանակ Նեթանյահուի գրասենյակը հայտարարում է, որ Գազայի վերակառուցում չի լինի, քանի դեռ Համասը լիովին չի զինաթափվել։ Թել Ավիվը հավանություն չի տվել Գազայում միջազգային ուժերի տեղակայմանը։ Գազայի ավերակներում այսօր ոչ միայն անցյալի հետքերն են, այլև այն ամենը, ինչ կարող է պետք գալ ապագան կառուցելու համար։ Քաղաքի բնակիչները մուրճերով, բահերով եւ ինքնաշեն գործիքներով քանդում են ավերված շենքերը, հանում մետաղական ամրանները։ Հետո դրանք հատուկ սարքով ուղղում, նորից օգտագործելու, հիմնականում վրաններ կառուցելու եւ ամրացնելու համար։ Երկաթե ձողերը հանելը հսկայական ջանք եւ ռիսկ է պահանջում։ Սա ամենածանր եւ վտանգավոր աշխատանքներից մեկն է։ Գազայի բնակիչների համար սրանք սովորական մետաղական ձողեր չեն, այլև կյանքը շարունակելու միակ հնարավորությունը։ Գազայում նույնիսկ ամենապարզ ապրանքները հասանելի չեն բոլորին։ Նասիհը 1 կիլոգրամ լոլիկը 10 շեքելով, մոտ 1200 դրամով է գնում։ 1 կիլոգրամը նրա խոսքով ընդամենը 4 լոլիկ է։ Հասանի ընտանիքում 15 մարդ կա։ Երեխաներիս, մորս եւ եղբորս պահելու համար պատրաստ եմ այս ծանր աշխատանքն անել։ Ավերակներում աշխատող մարդիկ շատ հաճախ են ծանր տեսարանների ականատես լինում։ Երբեմն մարդկանց մարմիններ ենք գտնում, որ զոհվել են պատերազմի սկզբում։ Գազային ծանր տեխնիկա է անհրաժեշտ ավերակները մաքրելու, փլատակներում մնացած մարմինները դուրս բերելու եւ նոր կացարաններ պատրաստելու համար։ Մենք դա անում ենք, որովհետև ուզում ենք նորից կյանք կառուցել եւ առաջ շարժվել։ Այս մարդկանց կյանք կառուցելու փորձերը չընդհատվող պատերազմի պայմաններում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազան, այսպես կոչված Ռիվիերայի վերածելու մասին հայտարարությունները խլացնում են իսրայելական պարբերական ավիահարվածները։ Տեղի իշխանությունը հայտնել է, որ չորեքշաբթի ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 10 մարդ։ Ըստ որոշ աղբյուրների, զոհվել է Գազայի ոստիկանության նորանշանակ ղեկավարը։ Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ նա կապված է եղել Համասի հետ։ Նախորդ ոստիկանապետը նույնպես ցախալի հարվածներից է զոհվել, մոտ 1 շաբաթ առաջ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։